Ազգն ազգի դեմ վեր կկենա։ Թագավորությունը թագավորության դեմ։ Լինելու են սով տեղ արտեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ Դա վախեցնող է։ Աղետները գալիս են Աստվածաշնչի մարգարեությունների համաձայն։ Մարգարեություններում վերջին աղետից փրկվելու որևէ միջոց չկա։ Աստված միշտ մեզ սովորեցրել է փրկության ճանապարհը աղետների վերաբերյալ մարգարեությունների հետ մեկտեղ։ Իրոք, նա գրի է առել վերջին աղետից փրկվելու ճանապարհը Աստվածաշնչում։ Կային երկու ազգեր, որոնք հավատում էին Աստծուն։ Հյուսիսային Իսրայելը կործանվեց պատերազմով, իսկ հարավային Հուդան պաշտպանվեց։ Ինչու միայն հարավային Հուդան էր պաշտպանված պատերազմից։ Դա պայմանավորված էր նրանով, որ հյուսիսային Իսրայելը չնշեց Զատիկը, բայց հարավային Հուդան նշեց Զատիկը։ Նույնիսկ պատերազմի աղետը շրջանցեց Զատիկին։ Ինչ գաղտնիք է թաքնված Զատիկի մեջ, որը որոշում է թագավորության վերելքը կամ անկումը։ Եկեք բացահայտենք գաղտնիքը Զատիկի ծագման միջոցով։ Մեր թվարկությունից առաջ մոտ 1498 թվականին, նախքան Եգիպտոսի վրա առաջնեկների վրա ժանտախտի տարածվելը, Աստված հրամայեց իսրայելացիներին նշել Զատիկին։ Դա այն պատճառով է, որ նա խոստացել էր, որ Զատիկի գառան արյունը նշան կլինի, որ աղետները կանցնեն նրանց վրայով։ Ահա թե ինչու տոնի անունը Զատիկ է, որը նշանակում է, որ աղետներն անցնում են։ Բոլոր նրանք, ովքեր պահեցին Զատիկը, 1 տարեկան գառան արյունը դռան շրջանակներին քսելով խորոված միսը սուրբ օրացույցով առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյան ուտելով, փրկվեցին մահվան պատուհասից համաձայն Աստծո խոստման։ Սակայն նրանք, ովքեր չպահեցին Զատիկին, տառապեցին մահվան պատուհասով։ Ապա կարող ենք խուսափել աղետներից, մորթելով գառը նշելով Զատիկին։ Հիսուսը, որը եկավ այս երկիր որպես Զատկի գառի իրականություն, սպասեց Սուրբ օրացույցի առաջին ամսվա 14-րդ օրը, երբ պետք է զոհաբերվեր Զատկի գառը։ Շատ ցանկացա իմ չարչարվելուց առաջ այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել։ Նա մեզ սովորեցրեց նոր ուխտի Զատիկի մասին, այն տոնի, երբ մենք ուտում ենք Հիսուսի մարմինն ու արյունը, Զատիկի հացն ու գինին։ Հետաբար, այս դարաշրջանում մենք կարող ենք խուսափել աղետներից, պահելով նոր ուխտի Զատիկին։ Հիմա վերջին մեծ աղետի վերաբերյալ մարգարեությունները մնում են մեր առջ։ Որովհետև ահա գալիս է այն օրը վառվող, ինչպես հնոցը։ Այդ ժամանակ երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիսված պիտի քանդվեն, երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն։ Իսկ այժմ երկինքն ու այս երկիրը նույն խոսքով պահվում են դատաստանի կրակի ամբարիշտ մարդկանց կործանման համար։ Վերջին աղետից փրկվելու միակ ճանապարհը նոր ուխտի Զատիկն է։ Հիսուսի ուսմունքի համաձայն, որ եկեղեցին է նշում Զատիկը Սուրբ օրացույցով առաջին ամսվա 14-րդ օրվա երեկոյան։ Ներկայումս Աստծո եկեղեցի աշխարհի ավետարանի միսիոներական միություն աշխարհի միակ եկեղեցին է, որը նշում է Զատիկը հացի գինու միջոցով, ինչպես Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը։